որտեղից եք եկել։ Հետաքրքիր անվեր։ Իդեպ մեկնարկել է ազգային ժողով։ Մի վարկյան մի հատ բացվեք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օլիգարխիական բարեգործություն ու թալան է ձեր ուժի կողմից աջակցություն այն համայնքներում, որտեղ ուժեղ Հայաստանը հաղթել է եւ հայտարարել է, որ հասնելու է այն վիճակին, որ ձեզ զրկի բարեգործություն անելու հնարավորությունից, ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը։ Հաշվի առնելով Ծառուկյանի հետ այս ընթացքում ինչ է կատարվում։ Ահա։ Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն մի $1500 բիզնես ուներ ու սեղաների տակով սենց վազվզում էր, այս կողմեն կողմ իրեն հովանավորներ էր ման գալիս, արել եմ, անում եմ և անելու եմ, որտև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար և ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկություններից։ Պարոն Կարապետյան, բայց չեք համարում, որ դա սպառնալիք է եւ գուցե ձեր մյուս բիզնեսներն էլ, ինչպես օրինակ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները հերկով հանձնում են պետությանը եւ իրենց կողմից կառավարիչներ ղեկավարներ նշանակում։ Դե թող մի քիչ կառավարեն, մարդիկ չտես Գյորմամի ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք թող կառավարեն։ Տեսնենք ինչ եք թողեն, քարին եսա չեն թողի, իրենք հնարություն ունեին, նորից եմ ասում Հրազդանի ցեմենտը արդեն քանի տարի իրեն ձեռքում է։ Թող կառավարեն։ Հեսա տեսնեք ինչ կանեն այդ նույն ցեմենտի գործարանի հետ, կոնյակի գործարանի հետ։ Դա միջազգային ներդրողների համար սպառնալիք չի լինի եւ մտահոգություն չի ունեցել։ Իրենց օրոք Հայաստանում գոյություն չի ունեցել միջազգային ներդրող։ Դա ընդամենը ինչ որ հայտարարություններ են անում, նախընտրական հայտարարություններ են։ Դուք լրագրողները կարող եք ուսումնասիրել 24 թվականին, 25 թվականին, 26 թվականի արդեն 6 ամիս անցավ։ Քանի հատ միջազգային ներդրող է եղել եւ ինչքան գումար են ներդրել։ Պարոն Կարապետյան, ձեր ուժը հայտարարում է, որ բազմաթիվ աջակցության ծրագրեր պետք է իրականացվեն այն վայրերում, որտեղ վերթիմը ամենաշատ քվեներն է ստացել։ Ուզում եմ հասկանալ, սա ինչ է նշանակում։ Արդյոք Հայաստանը սահմանափակում է ձեր ուժի համար այն վայրերում, որտեղ որ դուք ամենաշատ ձայներն եք հավաքել։ Ոչ, մենք ասել ենք, մենք սկսում ենք այդ վայրերից եւ դա լինելու է շարունակական։ Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են եւ տվել են իրենց քվեն։ Պարոն Կարապետյան, մի օգնելի։ Չէ, ես կներեք, էլի ազգային ժողովում արդեն ելույթ, դուք որտեղ տվեցիք ձեր հարցը։ Ազգային ժողովում ելույթներն արդեն մեկնարկել են, նստաշրջան սկսվել է, հասցրել եք տպավորություններով կիսվել թիմում, քննարկել եւ մի հարցել ամենաթեժ քննարկումներից մեկը Հայփոստին էր վերաբերում, երբ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ պետականացումից հետո 0 դրամ դիվիդենդ է պետությանը վճարել եւ վնասով է աշխատել։ Ինչու է այս process-ը շարունակվում։ Ես չեմ ուզում անդրադառնամ Հայփոստին, եթե ավելի հետաքրքիր հարցեր կլինեն, պատասխանեմ, որովհետև դա Պարոն Կարապետյան, իմ այդ մարդու կինը աշխատում է Հայփոստում, ինչ բնութագրեմ կինը լավ է աշխատում թե վատ։ Պարոն Կարապետյան, մոտ 2 ամիս առաջ դուք հայտարարեցիք Եթե ինքը աշխատեր, անպայման կբնութագրեի։ Պարոն Կարապետյանի մոտ 2 ամիս առաջ դուք ընտրություններից հետո հայտարարեցիք կոնսոլիդացիա սկսելու մասին, քաղաքական ուժերի հետ համախմբվելու գործընթաց նախաձեռնելու մասին, նաև առաջարկում եք, որ կամերաների առաջ բաց նստեք, քննարկեք, խոսեք, հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, խնդրում եմ ասեք, ձեր այդ գործընթացը ինչ փուլում է, արդյոք մեկ հանդիպում եղել է, եւ ինչ էր, խնդրում եմ կմանրամասնեք, որ ուժերի հետ եք հանդիպել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, նու գլխավոր ուժերի հետ եղել են։ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Դե առաջին դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ է քննարկել, պատմեք։ Ինչքան, եթե հնարավոր է, որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ վերանեկարգել։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Եվ որոնք են այդ ճանապարհները։ Կարծես թե փակուղի մտավ հարցի, երբ ընդդիմադիրները մանդատները վերցրին, գնացին խորհրդարան, բնականաբար։ Բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։
դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք, խոսել Ռոբերտ եք։ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով Չեմ հանդիպել։ Դաշինքից խոսել եք ամեն դեպքում։ Անպայման։ Եվ կասեք օրինակ թեժ աշնան եք սպասում, ինչ եք անում։ Ի վերջո մի քիչ տեսեք դուք եք օրինակ ակտիվանալու, ինչ եք անելու։ Աշուն, գարունով սահմանափակենք։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզրել եք այս իշխանություններից։ Մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզրել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Հայտարարել եք Պարոն Կարապետյան, օրինակ երբ է լինելու։ դուք մինչև էտել ասում եք ապագա վարչապետ։ Ձեզ գաղտնիք ասեմ։ Պարոն Կարապետյան, դուք մինչև էտել ասում եք հաջորդ վարչապետն եք լինելու, չգիտեմ, գուցե դա նախընտրական տրյուգ էր, գուցե դուք էլ համոզված չէիք, ուղղակի ասում եք։ Հիմա էլ ասում եք, որ մի անգամ կլինի, վերջնական կլինի։ Այսպես մի քիչ կասկածի տեղիք է տալիս։ Հիմա գիտեք ինչ, դրա համար մենք անում ենք ամեն ինչ։ Ես ձեզ ասել եմ, ամեն ինչ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, չէ, ամեն ինչ։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Մեր դեմ այս իշխանությանը։ Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ, Որ պետությունները ինչ շատ նկատի լուրջ պետություններ, դե ոչ բարեկամ պետությունները։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է Ինչ նկատի ունեք, ով է ստեղծել։ Մարդիկ դուրս Ստեղծել են, եկան որ փողոց, մեր- եղավ հեղափոխություն։ Դուք ինչ Ստեղծել են, որ կասկածներ մեր ով է ստեղծել։ երկիրը տանեն կործանման։ Դուք ում եք, դուք Ադրբեջանից եք ակնարկում, ինչ եք Դե անում։ իսմա դուք կհասկանաք։ Չէ, պարոն Կարապետյան, մի քիչ Ոչ բացասեք, միայն հա։ Ադրբեջանին, ոչ միայն։ Պարոն Լավ, կարծում եմ, դուք- այս ձգումները կտանեն նրան, որ եւ դուք վերջնական պայքարի դուրս գաք, ձեր կողքին շատ քիչ թվով մարդիկ կանգնեն։ Երևի նկատի ունի իշխանության, օրինակ ընդդիմության Դրանից, հաշվելու գործընթաց։ եթե այդպես լինի, ուրեմն դուք եք տուժվելու, հայ ժողովուրդն է տուժվելու։ չեք Դուք տուժելու։ պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, Ում որովհետև, նկատի ունեք։ հա? Դուք Ով պիտի բոլորը, երազի։ բոլորը, հայ Բայց ժողովուրդը, ինչու պիտի երազեն, որ դուք մնաք որ սրանց հեռացնենք, որովհետև առանցին դուք սրան չեք կարող հեռացնել։ Չէ, դուք խոստանում եք ձեր ընտրողներին, որ հաջորդ իշխանությունն եք, հաջորդ վարչապետը ձեր թիմակիցները ձեզ պարոն վարչապետով էին համարյա դիմում։ Համարյա չէ, այդպես են դիմում։ Այո, այդպես են, դուք նիստեր եք հրավիրում եւ այլն, դա չեղավ։ Հիմա դուք ձեր ընտրողները Իսկ ինչ ինչը պիտի անեն, որ չեղավ։ ձեզ խնդրեն, Ինչը կարողանաք չեղավ։ հեղափոխություն անել։ Իսկ ինչ գիտեք չեղավ։ Հիմա եթե մեր ձայները մարդիկ գողանում են ունենալով Հաստատ որ դուք իշխանություն։ հաջորդ վարչապետը չեք։ Պարոն Կարապետյան, ուշանում ենք դատարանից։ Լավ, Դեռ փաշ դուք չի, ռեսուրս սպասեք, ունեք մի քիչ ձեր սպասեք։ Մենք համակողմերին ռեսուրս ունենք փողոց անելու, անպայման։ թե դուք դա բացառում եք, այդ ճանապարհը չեք դիտարկում, ավելի Ես ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Երբ հասունանա։ Պարոն Կարապետյան, մի վերջին հարց, ազգային ժողովի աշխատանքներին անդրադառնանք, ինչ սպասելիքներ ունեք։ Արդյունավետության մասին հիշում եմ խոսել։ Եթե անկեղծ լինեմ, սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ լինելու է թեժ պայքար, բայց ինձ թվում է հետաքրքիր է։ Բայց արդյունքներ կան, որ ձեր թիմի ելույթները Մեր թիմի ելույթները շատ էին, դուք օրինակ այդտեղ դիտարկումներ չունեք, Մեր որ լավ թիմի ելույթները պատրաստված գնացել որպես շատ լավ պատրաստված են, դուք էլ դա շուտով տեսնեք։ Պարոն Կարապետյան, առաջին նստաշրջանի Ես ժամանակ պայդրությամբ շատ Քոչարյանի գոհ թիմի եմ։ հետ Հայաստան թիմի հետ համագործակցում եք, օրինակ ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում տարբեր Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկարտումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրեն ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Պարոն Կարապետյան, Իսկ ժամանակ իվարկյան, առաջին նստաշրջանի ժամանակ ձեր թիմը երթման տեքստի կա, երբ որ ընթերցում էին, ոտքի չկանգնեց, ինչ էր ցանկանում ցույց տալ այս քայլով։ Ես չեմ նայել դա։ Մի բան էլ իսկ կամերաների առաջ, Ուշադրություն երբ որ դուք խոստանում եք, երբ որ հայտարարեցիք այդ գործընթացը սկսելու մասին համախմբման, ասացիք, որ նստենք, բաց խոսենք, երբ եք բաց խոսելու, մարդիկ տեսնեն ի վերջո ինչ եք խոսում եւ ինչ նոր քայլեր եք անում, որ Եթե անկեղծ լինեմ,
կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գործով երկու պաշտպաններ, վերջին հարցն է, վերջին հարցը։ Ձեր գործով երկու պաշտպաններ, Արամ Վարդևանյանը եւ Լիանա Գասպարյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնաք։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաներ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաներ եւ հետագայում օգտվեն իրենցից։ Մի հարց էլ պարոն Կարապետյան ու վերջ։ Ես եմ առաջարկում։ Մի հարց էլ տեսեք, իսկ Ռուսաստանը որ գնալով ավելի խստացնում է, չէ, բայց առաջարկել եմ ես։ Արտահանման հարցերը գնալով ավելի դժվարանում են, արգելում է, դա ձեր ընդդիմադիրների պլանների ջրաղացին ջուր է լցնում, այսինքն ձեր օգտին է, դուք սպասում եք, որ ամեն ինչ կծայրահեղ կդառնա։ Դա վնաս է տալիս։ Ինչու է վնաս տալիս։ Դա տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է դա, ինչ կան աղքատացրի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այնքան հեշտ կառավարի, չեք հասկանում։ Ռուսաստանի քայլերը ընդդեմ գործարարների ընդդիմության չեն օգնել, որպես այդ բացարձակ, իսկ ինչով են մեզ օգնում։ Ավելի մոբիլիզացվի մարդիկ փողոց դուրս գան։ Գուցե ձեր հույսը դա է օրինակ։ Այն մարդը ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ եւ կարողանում է այդ հարցերը բարձրացնել։ Ինչի համար լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը։ Իսկ դու կարող եք լուծում տալ օրինակ, կարող եք որպես ընդդիմադիր լիդեր։ Ընդդիմադիր լիդեր տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը։ Շնորհակալ։ Իսկ ձեր հաշվարկներով Փաշինյանը կձգվի մինչև հաջորդ թե ձեր քայլերով դու կարող եք օրինակ արտահերթի հասնել կամ հայ ժողովրդի համար Աստված չանի, եթե նույնիսկ Փաշինյանը 1 տարի ձգի։ իսկ ձեր պլաներով ձեր ծրագրերի հետ պիտի հասնեն։ Ես մի անգամ ասել եմ, դա պայմանավորված է լինելու շատ հանգամանքների, քանի որ այս կառավարությունը չունի ընդունակություն, Հայաստանը կանգնեցի զարգացման ճանապարհի, ամեն օր ունենալու է ձախողումներ եւ մեր ժողովուրդը կտայի գնահատականը, դուք այդ ամեն ինչը մենակ մեզ հետ կապել, ժողովուրդը պետք է գնահատի։ Այսինքն ինչքան վատ այնքան ընդդիմության օգտին, իշխանություն այնքան վատ աշխատել։ Դե միշտ այդպես է, մեր հաշվարկը չի։ Դա մենք ես չեմ ուզում իրենք վատ աշխատեն, բայց իրենք գենետիկորեն ընդունակ չեն լավ աշխատել։ Այսինքն մարդը կամ կարող է լավ աշխատել, կամ չի կարող։ Իրենք չեն կարող, 8 տարի չեն կարողացել։